Հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանային համալիրի բակում ով է հարվածել։ Ամբաստանյալների կարգավիճակում հայտնված Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամների եւ Հարսնաքար ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների պաշտպաններին այսօր միայն այս հարցն էր հուզում։ Ում ինչ վնասվածքի պատճառով եւ այդ ոտքը ում է պատկանում։ Չեմ կարող ասել։ Գործով մեղադրող Արթուր Դավթյանն հայտարարեց, որ իմաստ չունի մոտ 2 ժամ նույն հարցերն ուղղել տուժողին, քանի որ նա կարող է ոչինչ չհիշել։ Իսկ անձամբ ամբաստանյալները հարցեր չուղեցին ռազմական բժիշկ Էդգար Նիկոյանին։ Տուժողի իրավաճորթի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որը կհաստատի, որ ամբաստանյալի աթոռին հայտնված 6 անձինք եղել են Հարսնաքար ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները։ Նույնիսկ իրենց ցուցմունքներում տարբեր անձիկ ներկայանում են, օրինակ հենց Կյաժը իր ցուցմունքներից մեկում Արման Խաչատրյանը հայտնել է, որ ինքը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է, ախրանիկը։ Այդ մասին խոսում է նաև Դավիթ Ադամյանը մատուցող։ Հետո այդ ցուցմունքները փոխում են նրանք։ Հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում դաժան ծեծի արդյունքում մահացած Վահե Ավետյանի իրավաճորթի ներկայացուցիչը գտնում է, որ իրականում տեղի է ունեցել դիտավորյալ սպանություն եւ առաջադրված մեղադրանքը պետք է վերավորակել։ Դատավարությանը հետևում են նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների եւ նախաձեռնությունների անդամներ։ Նրանցից Դավիթ Սանասարյանն էլ կարծում է, որ Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական մանդատից հրաժարվելը չնպաստեց տեղի ունեցածի բացահայտմանը։ Մեծ հաշվով եթե նայում ենք, Վահեն հիմա ողջ չի, մահացած է եւ իր պատգամի մանդատից հրաժարվելով մեծ բան տեղի չունեցավ։ Իր փոխարեն ընտրվեց մի աներձակ։ Դավիթ Սանասարյանը, ով ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայց է ներկայացրել, իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար պահանջում է, որպեսզի պարոն Հայրապետյանը իրենից հրապարակային ներողություն խնդրի։ Տարածվում էր խոսակցություններ, որ իբր ինձ ֆինանսավորում է իր ասած Դոդի Գագոն, որից է մեկը ես կրկնես չի կարող ինձ վարձատրի, որպեսզի ես ինչ որ բան անեմ, հա, վարձու չեմ։